Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երգի 9-րդ գլուխը, որտեղ ես ամեն անգամ ստիպված եմ ասել, որ ուսումնասիրում ենք Տեր Բրահմայի աղոթքները, որը ինքը մատուցում է Գերագույն Աստծո ազնվորությանը։ Մենք տեսնում ենք, որ այդ հանդիպումները Աստծո հետ արիացիները իրենք ներկայացնում են բավականին մանրամասնորեն եւ տեսնում ենք, որ համենայն դեպս այս պահին սա դեռ առաջի մեր այդպիսի հանդիպումն է, թեկուզ կներեք մի հատ էլ այսպիսի հանդիպում մենք ձեզ հետ քննարկեցինք առաջի երգում, երբ որ Նարադամունին ինքը հանդիպեց Գերագույն Աստծո ազնվորությանը եւ Գերագույն Աստծո ազնվորությունը այնտեղ երկար չլսեց Նարադային եւ շատ արական հայտացավ, եթե հիշում եք, ուրեմն այդ դրվագը մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք բավականին մանրակրկիտ ներկայացնում են, թե ինչպես Գերագույն Աստծո ազնվորությունը հայտնվում է կենդանեակի առաջ, ինչ զգացմունքներ է կենդանեակը ունենում, ինչի մասին է խոսում սովորաբար, չէ՞, այսինքն Գերագույն Աստծո ազնվորության հետ նույնպես գոյություն ունի հարաբերվելու մշակույթ։ Այսինքն այնպես չի, որ երբ որ կենդանեակը ինքը հանդիպում է Գերագույն Աստծո ազնվորությանը ինքը, այսպես տնավարի ասած, ինչ ուզում խոսում է։ Դա այդպես չի։ Բան ինչպես է։ Ուրեմն առաջին հերթին մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը սկսեց խոսել այն տպավորության մասին, որը ինքը ստացավ Գերագույն Աստծո ազնվորության կերպարից։ Հետո ինքը կամաց-կամաց անցավ այն թեմային, թե ինչպիսին է ինքը հասկանում Գերագույն Աստծո ազնվորությանը։ Հետո նոր անդրադարձավ իրեն։ Եվ այս պահին ինքը խոսում է իր վերաբերմունքի մասին նյութական աշխարհում ապրող կենդանեակների հանդեպ։ Ես կարդամ մեր տեքստը եւ մենք սկսենք մեր քննարկումը։ Ուրեմն այսօրվա տեքստը 8-րդ տեքստը Շիմոն Բաղավատամ 3-րդ երգ 9-րդ գլուխ, ուրեմն 8-րդ տեքստ։ Ով մեծ գործեր տնօրինող, ով իմ Տեր, այս դժբախտ էակները անընդհատ տանջվում են քաղցից ու ծարավից, նրանք հաղթում են մրսածությունը, գեղձազատման և լեղու խանգարումները, նրանք տառապում են ձմռան սառնամանիքից, ամառվա տափից, անձրևներից և շատ այլ աղետներից և նրանց իշխում են անզսպելի սեռական ցանկությունն ու զայրույթը։ Այս արարածները իմ մեջ խղճահարություն են արտացնում և սիրտս ճմլվում է իրենց հանդեպ կարեկցանքից։ Ուրեմն սա, ինչպես տեսանք, տեքստ է, որը Տեր Բրահման ինքը հերթական տեքստ է, որը Տեր Բրահման ինքը արտաբերեց։ Առաջի արտահայտությունը, որը Տեր Բրահման ինքը արեց, ինքը խոսեց նրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մեծ գործեր կատարող է։ Այսինքն ինչի մասին է այստեղ խոսքը։ Նյութական աշխարհում Գերագույն Աստծո ազնվորությունը ահռելի մասշտաբների աշխատանք է կատարում, ինչպես եւ իրականում հոգեվոր աշխարհում, չէ՞։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ուրիշ ինքը ոչ մի բան չաներ։ Այսինքն հաշվի չառնենք, որ ինքը արարում է աշխարհները, հաշվի չառնենք, որ ինքն է պահպանում այս աշխարհները, հաշվի չառնենք, որ ինքն է որոշում, թե ինչպիսի կառուցվածք պիտի ունենան աշխարհները, միայն այն հանգամանքը, որ ինքը իրականացնում է այսպես բոլոր կենդանի, անթիվ, անհամար կենդանեակների ընդհանուր ճակատագրերը եւ հոգեվոր աշխարհում եւ նյութականում, դա արդեն նշանակում է,
որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ահռելի մեծ գործեր անող է, հա? Եվ Տեր Բրահման, որպես բանականության մատնավորում, այս պահին, երբ նայում է Գերագույն Աստծո անձնավորությանը, ինքը հենց դա է տեսնում Գերագույն Աստծո անձնավորության մեջ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ղեկավարում է պատճառը հետևանքային օրենքները եւ իրականացնում է դրանք բոլոր կենդանի էակների համար։ Հաջորդ գաղափարը, որը Տեր Բրահման ինքը առաջ քաշեց, դա այն էր, որ յութական աշխարհում ապրող կենդանի էակները իրենք դժբախտ կենդանի էակներ են, չէ՞։ Այսինքն, ինչի համար։ Որովհետև հավերժ կենդանի էակը, որը ինքը նախատեսված է, այսպես կարելի ասել, միատար աշխարհում ապրելու համար, միատար այն իմաստով, որ այդ աշխարհում տիրում է միայն երանությունը, հա, ինքը գալիս է յութական աշխարհ եւ յութական աշխարհում հանդիպում է երկակիության օրենքին։ Ինչու երկակիության, ընդհանրապես ինչու է, որ յութական աշխարհում տիրում է երկակիության օրենքը։ Գիշեր, ցերեկ, ցուրտ, շոգ, չէ՞, չգիտեմ, այնտեղ ուրախություն, տխրություն, սեր, ատելություն, այսինքն ինքը ամեն ինչը ենթարկված է երկակիության, ուրեմն օրինաչափությանը, չէ՞, եւ հենց դա է, որ կենդանի էակին դարձնում է դժբախտ, հա, եւ երբ որ ինքը ասեց, որ այս կենդանի էակները, որոնք իրանք պիտի ապրեն նյութական աշխարհում, իրանք դժբախտ են, չէ՞, այդ դժբախտությունը վերաբերվում է հենց պայմանավորված կյանքին, այսինքն երբ որ հավերժության համար եւ երանության համար նախատեսված կենդանի էակը գալիս է մահաբեր եւ անհանգստություններով լի աշխարհ։ Այսինքն իրանք դժբախտ են ոչ թե իրանց կոնստիտուցիոն դիրքով, այլ այն դիրքով, որը հենց իրենք իրանց կամքով վերցրել են եւ եկել յութական աշխարհ։ Եվ այստեղ դրանից անմիջապես հետո Տեր Բրահման ինքը սկսեց նկարագրել կենդանի էակի կախվածությունը նյութական նյութից, չէ՞։ Առաջի հերթին ինքը ասեց այդ դժբախտներին տանջում է սովն ու ծարավը, չէ՞, դա ինչի մասին է։ Դա խոսում է նրա մասին, որ կենդանի էակը ինքը ունի մարմնական կախվածություն նյութից, այսինքն, եթե ինքը կարողանում է ուտելիք հայթայթել, եթե ինքը կարողանում է ջուր հայթայթել, ինքը կարողանում է ապրել։ Եթե ինքը չի կարողանում այդ երկու բանը հայթայթել, ապա ինքը շատ արագ, ուրեմն, մահանում է, չէ՞։ Հատկապես ասենք, գիտենք, որ ասենք սովի քանակը ինքը ինչ-որ մի հատկապես մարդու համար, մեզ մարդն է հետաքրքիր, մարդու համար սովի քանակը ինչ-որ մի չափով է, որ մարդը ինքը կարող է սոված մնալ, թե եւ թե ինչքան ինքը կարող է մնալ առանց ջրի։ Հաջորդը, որը Տեր Բրահման ինքը ասեց, դա նա է, որ ինքը հիմա թվարկում է դժբախտությունները։ Եվ տեսեք, ասենք, ինքը մարմնի կանցվածքը, ինքը արդեն կենդանի էակի համար դժբախտության աղբյուր է, որովհետև կախված է ուտելիքից եւ կախված է ջրից։ Մենք հիմա քաղաքակրթություն ենք կառուցել, չէ՞, եւ ասենք քաղաքակրթության հետևանքով, ասենք մենք կարող ենք այսպես հանգիստ նստել, ուրեմն բանի մեջ, հանգիստ նստել բնակարանում, չէ՞, եւ ամեն կողմից ստանում ենք դեպի բնակարան եւ ջուրը, եւ լույսը, եւ գազը, չէ՞, եւ սա ինչ է անում, սա դարձնում է մեզ այսպես հարմարավետության մեջ ապրող ազնվորություններ։ Բայց ապա մի հատ փորձենք, հա, այսպես պրոստո մտովի գնանք միջնադար։ Երբ որ ոչ մի բանը ինքն իրան ոչ միտեղ չէր գալիս։ Հասկանում եք։
Եվ մարդիկ իրանք ստիպված էին ման գալ տեղեր, թե որտեղ խմելու ջուր կա, հետո նոր այդ խմելու ջրի կողքը պատրաստել տներ, չէ, այդ դեպքում էլ ամեն կանայք իրանք կոտորվում էին, կոպիտ ասած, ջրի հետևից գնալով, գալով, ինչքան ջուր պիտի կրեին, որ կարողանային եւ ուտելիք պատրաստել եւ լվացք անել եւ չգիտեմ մաքրություն անել եւ այլն, չէ, ահռելի քանակությամբ տանջանք էր այդ ամեն ինչը։ Այսինքն իրականում, այո, նյութական աշխարհը ինքը այո ունի պաշարներ, բայց ինքը այդպես չի էլի, որ այսպես հեշտ տրամադրում է այդ ամեն ինչը եւ դա կենթանիակների դժբախտ լինելու կամպանիաներից առաջինն է։ Երկրորդը Տեր Բրահման ինքը նշեց մրսածությունը եւ մարսողական օրգանների խախտումը, չէ՞։ Այսինքն սա ինչի մասին է խոսքը։ Եթե կենթանիակը ինքը ապրում է բնության մեջ, չէ՞, օրինակ ասենք բոլոր կենթանիները իրենք ապրում են բնության մեջ։ Մենք իրականում տեղյակ չենք։ Մենք տեղյակ չենք, թե բնության մեջ ապրող կենդանիակները, կամ ասենք հիմա մենք այստեղ քաղաքի պայմաններում տեսնում ենք միայն կատուներին, շներին եւ թռչուններին։ Ճիշտ ասած, ես մի տեսակ, չգիտեմ, կարող է ինձ է թվում, բայց ես վերջերս ճնճղուկներ համարյա թե չեմ տեսնում մեր քաղաքում, բայց առաջ ճնճղուկները իրանք շատ էին, երևի իրանք կերել են ագռավները, որտեղ հիմա ագռավներն են շատ մեր քաղաքում։ Ուրեմն, տեսեք ասենք, չէ, այն կենթանիները, որոնք իրանք ապրում են փողոցում, մենք պատկերացում անգամ չունենք, թե այդ կենթանիները այդ ցրտի, շոկի ժամանակ, չէ, իրանք ինչ քանակությամբ հիվանդություններ են ստանում, դրանցից ինչքանն են տանջամահ լինում, որովհետև ընդհանրապես ասենք ոչ բուժական միջոցներ ունեն, ոչ ցավազրկող միջոցներ ունեն, հա, եւ դրա համար ասենք եթե կենթանին ինքը հիվանդ է, ինքը շատ վատ վիճակում է հայտնվում, հա, հենց դրա համար է որ ասենք այո աթեիստ գիտնականները իրանք ասել, բա հենց դրա համար էլ նախատեսված է բնության կողմից, որ կան գիշատիչներ, որոնք իրանք հիվանդ կենթանիներին անմիջապես ուտում են եւ իրանք են կուշտ եւ այդ կենթանին ինքը կարելի ասել այդ բոլոր տառապանքներից ազատվում է, չէ՞։ Բայց ասեք, տեսեք, երբ որ կա ձմեռը, կա ամառային տափը, չէ՞, ուրեմն ձմեռը կենթանիները իրանք խնդիր ունեն ուտելիք հայթայթելու, եթե մենք դոկումենտալ ֆիլմեր ենք նայում կենթանիներին նվիրված, ապա տեսնում ենք, թե իրանք ինչքան դժվար են ձմեռը ընդհանրապես անցկացնում, չէ՞, եւ մենք այսպես տակուկ աստծո օրհնությամբ նստած ենք մեր բնակարաններում դեռ որ, բայց ասենք կենթանիները իրենք ստիպված ասենք այդ ցուրտ սառնամանիքին այսպես երկար ճանապարհներ անցնելով փորձում են ինչ-որ ուտելիք հայթայթեն եւ ով է հաշվել թե ամեն մի ձմեռվանից հետո քանի միլիոնավոր կենթանիներ իրանք չեն էլ կարողանում ձմեռը անցկացնել եւ ուղղակի սովից մահանում են, չէ՞։ Եվ այո, իհարկե այդ տեսանկյունից նյութական աշխարհը ինքը կենթանիակներին արդեն ուղղակի ինքը բնությունը կենթանիակներին դարձնում է դժբախտ, չէ՞։ Հիմա դրանից հետո Տեր Բրահման ինքը անմիջապես անցավ ուրեմն սեռական ցանկությանը եւ բանին ջղայնությանը, չէ՞։ Կամա կրոտա սանսկրիտ լեզվով։ Կաման կամ սեռական ցանկությունը ինքը պատկանում է կրքի գոյավիճակին, իսկ ջղայնությունը ինքը պատկանում է տգիտության գոյավիճակին, այսինքն թշնամանքի գոյավիճակին, չէ՞։ Եվ ուրեմն այստեղ մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը սեռական ցանկության մասին խոսեց որպես մի երևույթի, որը հնարավոր չի հաղթել, հա, հնարավոր չի հաղթել, երբ որ ինքը արտահայտվում է։ Մենք դեռ կտեսնենք, որ արիացիները իրենք համառորեն
կպնդեն, այսինքն այսպես իրենք նյութական աշխարհը ընդհանրապես անվանում են սեռական ցանկության շղթաներ։ Այսինքն մենք նորից տեսնում ենք, որ Ֆրեյդը չի, որ առաջինը այս գաղափարը առաջ է քաշել, առաջինը այս գաղափարը առաջ են քաշել ուրեմն արիացիները։ Հիմա հաջորդ գաղափարը, որը ինքը ասես, ես այդ բոլոր գաղափարները բան կանենք, հիմա ուղղակի շեշտում ենք իրանք գաղափարները, չէ՞։ Հաջորդ գաղափարը, որը այստեղ քննարկվեց, դա Բրահման ինքը խոսեց, թե ինքը ինչպես է արձագանքում այդ կենդանիակների այդ դժբախտ կյանքին։ Ինքը ասեց դրա մասին, որ ինքը խղճում է եւ որ իր սիրտը ճմլվում է, երբ ինքը նայում է այդ ազնվությունների։ Դա այսինքն Տեր Բրահման ինքը ուրիշ կենդանիակների տառապանքներին նայում է իր ներսում, ոչ թե կրքերի գոյավիճակի պլատֆորմայից, ոչ թե թշնամանքով, ոչ թե կամայական կապվածություններով եւ ատելություններով, այլ ինքը ընդհանուր առմամբ նայում է եւ ընդհանուր առմամբ բոլոր կենդանիակների հանդեպ զգում է խղճահարություն եւ իր սիրտը ճմլվում է։ Չէ՞, հիմա ուրեմն արդեն քննարկենք, տեսնենք, թե ինչ իմաստ դրեցին այստեղ, չէ՞։ Ուրեմն Տեր Բրահման ինքը դիմեց Գերագույն Աստծո անձնավորությանը առաջի հերթին ընդունելով, որ ինքը Գերագույն ղեկավարն է, չէ՞։ Երկրորդ հերթին ինքը արտահայտեց, որ ինքը կարեկցում է այն կենդանիակներին, որոնք ապրում են նյութական աշխարհում, որոնք իրանք տառապում են այն կապվածություններից, այն կախվածություններից, որը ստեղծում են բնության պայմանները, չէ, եւ իրանց ներքին կրքերը, այսինքն, երբ որ ինքը ասեց կա ուրեմն կախվածություն ուտելիքից, ջրից, չէ, կան ասենք երկակիությունը, տաքը սառը, մառեսի, չբան, այդ ամեն ինչը ինքը դա կախվածությունն է, ուրեմն բնական բնության պայմաններից։ Հետո ինքը ասեց սեռական կյանքի, սեռական կարիքի ցանկությունները եւ ջղայնությունը, չէ՞, սա արդեն ներքին կրքի մասին է խոսքը, ներքին պլատֆորմայի, թե նյութական աշխարհում ապրող կենդանիակները իրենց ներսում ինչ պլատֆորմա ունեն, չէ՞։ Եվ ինքը խոսեց դրա մասին, որ այն թե ինչպես է կենդանիակը նյութական աշխարհում գերված այդ ամեն ինչով, առաջացնում է խորը, ուրեմն կարեկցանք, խորը, այսպես կարեկցանք, հա, հիմա։ Այսինքն մենք տեսնում ենք, որ իրականում այս տեքստը ինքը շատ այսպես յուրահատուկ պահ է նկարագրում, չէ՞։ Որովհետև տեքստի մեջ, ինչպես մենք տեսնում ենք, չկա էլի այդպես մի տեսակ փիլիսոփական չորություն չկա, չէ՞։ Ինքը այսպես տրամադրություններով լիքը տեքստ է։ Թեկուզ մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը բանականության մարմնավորումն է, եւ թվում է, որ այդ բանականության մարմնավորումը լինելով ինքը պետք է չոր հասկացողության, փիլիսոփայության բաների մեջ մնա, բայց մենք տեսանք, որ տեքստը ինքը բավականին զգացմունքային է, եւ այս տեքստում Տեր Բրահման ինքը արտահայտեց այն ցավը, որ ինքը զգում է մաքուր կենդանիակի նյութական աշխարհում վիճակի հանդեպ։ Եվ Տեր Բրահման ինքը այդ կարևոր շեշտադրումը արեց, չէ, որ հիմա ասենք սովը, չգիտեմ, ծարավը, հիվանդությունները, կլիմայական պայմանները, այդ ամեն ինչը ինքը արտաքին է, չէ։ Եվ այո, իհարկե, տառապանքներ պատճառով է, բայց գլխավոր տառապանքի պատճառը գտնվում է կենդանիակի ներսում, եւ դա իր ներքին կապվածությունն է տրփանքից եւ ջղայնությունից։
Հասկանում եք։ Այսինքն ինչի մասին է խոսում Տեր Բրահմանը։ Ինքը խոսում է դրա մասին, որ եղանակի ազդեցության տակ, սովի ազդեցության տակ եւ այլն, այսինքն արտաքին գործոնների ազդեցության տակ, այո, իհարկե մարմինը ինքը տուժում է, բայց դա ժամանակավոր է։ Կարող է լինել ժամանակավոր։ Բայց երբ որ կենդանիակը ինքը կենդանիակի գիտակցությամբ ղեկավարում են անհակ ցանկությունները եւ ջղայնությունը, հա, այդպիսի անձնավորությունը ինքը շատ լուրջ դեգրադացիա է ունենում եւ հենց դա է, որ կարեկցանքի կարիք ունի, չէ՞։ Եվ ասենք մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը ոչ թե մենակ ներկայացրեց, որ կենդանիակները տառապում են, այլև ներկայացրեց, թե ինչպիսին է այդ տառապանքը տեսնում ինքը։ Եվ մենք նորից տեսանք, հա, այսինքն ամբողջ ընթացքում, երբ որ Տեր Բրահմանը մատուցում է այս աղոթքները, մենք մշտական տեսնում ենք, որ ինքը չի մեղադրում, ինքը չի ասում, այ կենդանիակները հենց իրանք էլ մեղավոր են, որ ասենք ընտրել են նյութական աշխարհը, հիմա էլ այդ աշխարհի ձեռքը կրակն են ընկել եւ այլն, այսպիսի տրամադրություններ ինքը չի արտահայտում, ինքը չի ասում ինքներդ եք մեղավոր, հա, ինքը զգում է, որ իր սիրտը ճմլվում է, այդ սիրտը ճմլվում է, դա մեղադրողի խոսքեր չեն, դա, եթե կարելի է այդպես ասել, սրբի խոսքեր են, մի ազնվորության, որի ներսը բացարձակ մաքուր է եւ ազատ է մեղադրանքից, հասկանում եք, եւ այդ կենդանիակի տառապանքները, չէ, այս տեքստում իրանք արտահայտվեցին 3 մակարդակով, ֆիզիկական, հա, պայմանների, այսինքն բնության, կլիմայական եւ իմպուլսիվ, այսինքն այն ինչ որ գալիս է կենդանիակի ներսից եւ Տեր Բրահման ինքը այդպես ներկայացրեց, չէ, որ այդ ներսի ցանկությունները եւ ջղայնությունը կենդանիակը, հազվադեպ է, որ կարողանում է ղեկավարել։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, եթե մենք խոսանք ժամանակակից լեզվով, չէ, ապա ինչ ասեց Տեր Բրահման։ Ինքը ասեց ֆիզիկական մակարդակի վրա, չէ, նյութական աշխարհը ինքը կենդանիակին պահում է մշտական ստրեսի մեջ։ Հասկանում եք, այս խրոնիկ ստրեսի մեջ է պահում։ Այն տեսանկյունից, որ ոչ մեկ մարդը նույնպես, հատկապես, ասենք, աստվածամերժության դարաշրջանում, երբ որ կանխատեսելիություն ընդհանրապես չկա, չէ՞։ Ուրեմն կենդանիակը ինքը ֆիզիկական մակարդակի վրա երբեք չի կարող վստահ լինի, որ կոպիտ ասած վաղը ինքը կերակուր է ունենալու, կամ ջուր է ունենալու, կամ տուն է ունենալու, կամ չգիտեմ ինչ է ունենալու։ Եվ մենք պետք է հասկանանք, որ արիացիները իրանք բոլոր դեպքերում համարում էին, որ եւ բնությունը, եւ կենդանական աշխարհը այդտեղ նույնպես մարմնավորված է նույն հոգին։ Հա, նրանք ոչ մի տարբերություն չեն դնում այդ երկու վիճակների մեջ, չէ՞։ Եվ մենք կարողանում ենք տեսնել, որ հիմա ուրեմն այո, նյութական աշխարհը ինքը մշտական ստրեսի մեջ է պահում կենդանիակին այդ հարցերով։ Ուտելիք հայթայթել, խմել ջուր, հա, ուրեմն ծարավը հագեցնել, այսինքն ջրի կարիքը հագեցնել եւ ուտելիք հայթայթել։ Եվ դա մշտական ստրես է, չէ՞։ Երկրորդը դա թե ինչպիսի պայմաններ են ազդում կենդանիակի կյանքի վրա։ Տաք, սառը, ջուր, չգիտեմ, այդ երկակիությունը, չէ՞, թշնամանք, բարյացակամ վերաբերմունք եւ այլն, չէ՞։ Այսինքն սա էլ կենդանիակին մի հատ ուրիշ լարվածության, հաջորդ լարվածության մեջ է պահում, չէ՞, որտեղ չկա ոչ մի կազմակերպվածություն։ Հասկանում եք, չէ, ասենք չէ, կա կազմակերպվածություն, ասենք ձմեռամարման, դրանք կազմակերպված են, չէ, բայց դա հնարավոր չի փոխել։
Եվ կենդանիակը ինքը գիտի, որ սրանից հետո գալու է սա։ Երրորդը դա նա էր, որ ուրեմն այս աշխարհը ինքը արդեն կենդանիակի ներքին աշխարհը ինքը իմպուլսիվ է։ Այսինքն իմպուլսիվ դա նշանակում է, որ շատ դժվար է, համարյա անհնար է ներքին process-ները ղեկավարելը։ Հասկանում եք։ Եվ ամենավերջնական բանը, որ ասենք այդ ամեն ինչը ինչ բառով են կոչում արիացիները, դա կոչվում է պայմանավորված վիճակ։ Այս բառակապակցությունը խնդրում եմ հիշեք, որտեղ մենք իրան շատ հաճախ ենք օգտագործելու եւ շատ կարեւոր է, որ դուք հասկանաք այդ պայմանավորված վիճակը բառակապակցության տակ ինչ իմաստ է դրվում։ Չէ՞։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Կենդանիակը ինքը անկախություն է ուզում։ Երբ որ ինքը գալիս է նյութական աշխարհ եւ կորցնում է Գերագույն Աստծո ազնվության տեսանելիությունը, իրեն թվում է, որ ինքը ազատություն է ձեռք բերել։ Բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ ժամանակակից գիտությունը ինքը ապացուցել է, չէ, որ կենդանիակը ինքը իրականում ղեկավարվում է, չգիտեմ, հորմոններով, հա, ղեկավարվում է տարբեր ռեակցիաներով, որը ինքն է տալիս կամ իրան են տալիս, չէ, տարբեր տեսակի տրիգերներից է կախված, և այդ ամեն ինչը, հա, երբ որ առաջացնում է այդ կարեկցանքը, այսինքն իմաստունը նայելով այս աշխարհի ապրողներին, որոնք իրանք իրենց հերթին մտածում են, որ իրանք անկախ են, կարեկցանք է զգում, որովհետև տեսնում է, թե ինչքան են իրանք իրականում ազատությունից զուրկ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այստեղ Տեր Բրահման ինքը փաստացի թվարկեց այն կետերը, որոնցով հենց տեղի է ունենում կենդանիակի մաքրագործման process-ը, կամ այսպես կոչված անարդը նիվրիտին, չէ՞, ու այստեղ այդ բաների, այդ արատների արմատներ նկարագրվում, չէ՞, որ առաջինը դա մարմնական կոնցեպցիաներ։ Կենդանիակը իրեն նույնացնում է մարմնի հետ, իսկ մարմինը ինքը կախված է ուտելիքից եւ ջրից։ Եվ այդ պայքարից է, որ առաջանում են որոշակի սրտի կեղտոտվածություններ։ Երկրորդը դա ուրեմն կլիմատից եւ կոմֆորտից կախվածությունն է։ Դա էլ իր հերթին է առաջացնում սրտի թուլություններ, չէ՞։ Եվ վերջինը, ինչպես տեսանք, Տեր Բրահման ինքը քննարկեց ցանկությունները եւ ջղայնությունը։ Ընդհանրապես, որպեսզի կենդանիակը ինքը լուրջ անցնի սրտի մաքրագործման process-ը, ինքը պետք է իրականացնի երկու բան։ Առաջինը դա նա է, որ ինքը պետք է հասկանա, որ ինքը այս մարմինը չի։ Ես դա մշտական պնդում եմ, ոչ թե պիտի հավատա, հասկանում եք, որտեղ արիացիների կրոնական տեսությունը ինքը հավատ չի պահանջում։ Ինքը պահանջում է հասկացողություն։ Բhagavad Gita-ում արիացիների հիմնական բազովի, հա, հիմնական սուրբ գրվածքում, որտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ներկայացնում է իր մասին գիտելիքը, ներկայացնում է հոգու մասին գիտելիքը, ներկայացնում է իր վերաբերմունքի մասին գիտելիքը եւ այլն։ Այսինքն աստվածային երևույթների փիլիսոփայական հիմքն եմ քննարկում, չէ՞։ Ինքը վերջում, ես միշտ ասում եմ, ինքը վերջում Արգյունային ասում է, հասկացա՞ր ինձ։ Արգյունան ասում է այո։ Եվ Տեր Շի Կրիշնան ասում է, այ հիմա վարվիր այնպես, ինչպես ուզում ես։ Չէ՞ որտեղ Արգյունան ինքը ինչ ասաց, ինքը ասեց, ես քեզ չեմ հասկանում,
դու իմ մտերիմ ընկերն ես, մենք միշտ իրար հետ ենք կրոնականության դաշտը պաշտպանել, բայց այս պահին ես քեզ չեմ հասկանում։ Եվ Տեր Շիկրիշնան ինքը համբերատար अर्जुनային ամեն ինչ բացատրեց։ Բացատրելուց հետո ինքը այդ մի հատ հարցը տվեց։ Ասեց այդ դու հիմա ինձ հասկացար։ Եթե հասկացար, ուրեմն վարվի ինչպես ուզում ես։ Հասկանում եք։ Եվ ուրեմն սրտի մաքրագործման գործընթացը սկսելու համար կենդանիակը ինքը պետք է հասկանա, որ ինքը այս նյութական մարմինը չի, որ ինքը հոգի է։ Ես նորից չեմ ուզում անդրադառնամ այն փաստարկներին, որի միջոցով կարելի է այդ հասկացողությանը գալ, չէ՞։ Եվ ուրեմն երկրորդը դա նա է, որ կենդանիակը ինքը պիտի հասկանա, որ այդ բոլոր իմպուլսները, որը կան այս նյութական աշխարհում, իրանք իրականում մերը չեն։ Ոչ ցուրտն է մերը, ոչ տաքն է մերը, ոչ ուրիշների ատելությունն է մերը, ոչ ուրիշների կապվածություններն են մերը, ոչ ցերեկն է մերը, ոչ գիշերն է մերը, այսինքն բոլոր այն իմպուլսները, որը կան նյութական աշխարհում, դրանք հիմնականում կոպիտ ասած մերը չեն։ Հասկանում եք։ Քանի դեռ կենդանիակը ինքը իրեն նույնացնում է միայն նյութական մարմնի հետ, եւ քանի դեռ ինքը այդ ամեն ինչը ընկալում է որպես Ներեք ճնշումս է տատանվում, հա, որպես իր իմպուլսներ, չէ, ապա մենք հասկանում ենք, որ սա ինչ-որ անգիտակից վիճակ է, որտեղ կենդանիակը ինքը չի կարողանում ընկալի ճշմարտությունը, չէ, եւ որ ինքը այդպեսի վիճակում է, ինքը գտնվում է տառապանքի շրջապտույտի մեջ։ Հիասթափությունների, ողբի, չգիտեմ, կորուստերի եւ այլի եւ այլի եւ այլի։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, տեքստում ուրեմն բանը Տեր Բրահման ինքը խոսած նաև ուրեմն այդ սեռական ցանկության եւ ջղայնության մասին։ Մենք ասեցինք, որ սեռական ցանկությունը կամ ընդհանրապես տրփանքը, հա, ինքը բան է, ինքը գրքերի գոյավիճակի երևույթ է եւ ջղայնությունը դա ուրեմն տգիտության կամ թշնամանքի գոյավիճակի բանն է։ Թշնամանքի գոյավիճակի սիմպտոմն է։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Եթե մենք խոսում ենք մարդու մասին, ապա այո, իհարկե, ընդհանրապես պայմանավորված վիճակում եւ կենդանիները եւ մարդիկ իրանք առաջի հերթին, երբ որ նայում են միմյանց, իրար գնահատում են հենց սեռական տեսանկյունից։ Այ եթե դուք երբևիցե տանը կենդանի եք պահել, չէ՞, երբ որ տուն մտնում է մի ուրիշ կենդանի, տան կենդանին առաջի բանը, որ անում է, չէ, երբ որ փորձում է արդեն ծանոթանա, մոտենում է մարմնի այն կողմից, որ կողմում, որ սեռական օրգաններն են, որպեսզի ինքը հասկանա, ինչ սեռի հետ գործ ունի։ Հասկանում եք։ Ուրեմն, այդ նույն գաղափարը ժամանակին առաջ էր քաշում Դեյլ Կարնեգին, չէ՞, որ առաջին գնահատականը դա սեռական գնահատականն է։ Եվ այո, մարդիկ նույնպես, երբ որ նայում են իրենք առաջին հերթին մարդուն գնահատում են սեռական պատկանելիությունով։ Հասկանում եք, եւ ասենք վերաբերմունքը հետագա ձևավորվում է ըստ դրա։ Հիմա առաքինության մեջ, չէ, երբ որ ազնվորությունը ինքը ինչ է շարունակում սեռական պատկանելիությամբ, ես նայում եմ եւ տեսնում եմ, որ իմ դիմացինը նույնպես կին է, ինչպես եւ ես։ Չէ՞։ Հիմա տեսեք, բնության տեսանկյունից,
չէ, դա մրցակցության, այսինքն կոնկուրենցիայի դաշտ է միանգամից։ Հա, եւ երբ որ երկու կին նայում են իրար, իրանք միշտ ընկալում են ու ենթագիտակցաբար միշտ ընկալում են իրար որպես մրցակիցներ։ Ինչ տեսանկյունից են հատկապես մեր դարաշրջանում երկու կանայք նայում իրար։ Ով է ավելի հրապուրելի։ Ում համար։ Տղամարդկանց։ Հասկանում եք։ Ինչ վերաբերվում է տղամարդկանց դիրքին, տղամարդկանց դիրքը մի քիչ այլ է, որովհետև կախված նրանից, թե իրանք ինչ հասարակություն են հավաքել, չէ՞։ Օրինակ, եթե տղամարդիկ իրանք հավաքել են դեմոկրատ հասարակություն, որտեղ տղամարդը ինքը ընդունում է կնոջ իրավունքները, ընդունում է, որ կինը կներեք նույնպես մարդ է, ոչ մի ձևով չի տարբերվում տղամարդուց, որ իմինը որպես էակ, հասկանում եք, չէ՞։ Եվ եթե տղամարդը ինքը ընդունում է որպես հավասար, չէ, այդ ժամանակ ինքը սեռական տեսանկյունից իրար հետ չմրցակցելու ուրեմն տրամադրություն ունի, եթե ունի առաքինություն։ Առաքինության մեջ կենդանեակները իրենք խիստ ղեկավարում են իրենց զգայարանները։ Երբ որ խոսքը գնում է զգայարանների մասին, հիմնականում խոսքը գնում է լեզվի, այսինքն համի զգացողության, հա, կամ խոսալու, ուրեմն ստամոքսի եւ սեռական օրգանների մասին։ Այս գիծը լեզու, ստամոքս, սեռական օրգաններ ինքը իրականում շատ էական գիծ է։ Հիմա տեսեք, առաքինի ազնվորությունները իրանց հիմքը դա համագործակցությունն է։ Հասկանում եք։ Եվ դրա համար ասենք, եթե ազնվորությունը ինքը առաքինի է, եթե ինքը կին է, ինքը երբեք մրցակցության տրամադրություններով ուրիշ կնոջը չի գնահատում։ Ինքը գնահատում է ոնց ասեմ, ոչ թե պրոբլեմների, այլ բնության ընդհանրության տեսանկյունից, հա, որ ինքը նույնպես մայր է, որ ինքը նույնպես կարող է լինել մայր, որ ինքը նույնպես կարիք ունի ամուսին ունենա, որ ինքը նույնպես են, այսինքն առաքինի կանայք իրենք ընկալում են իրար հավասարությունը։ Նույնը վերաբերվում է եւ տղամարդկանց։ Հիմա, եթե կենդանեակը ինքը գտնվում է կամ մարդու մարմնի մեջ մարմնավորված կենդանեակը ինքը գտնվում է կրքի գոյավիճակների ազդեցության տակ, չէ՞, կրքի գոյավիճակի ազդեցության տակ անմիջապես հենց իրար նայում են ու ընկալում են որպես մրցակիցներ։ Ով է ավելի գեղեցիկ, ով է ավելի հմայիչ, ով է ավելի ազդեցիկ եւ այլն եւ այլն։ Չէ՞։ Եվ ասենք, դա ուղղակի այսպես կարելի ասել, այսպես վարքյաններ է տևում։ Միշտ այդ պլատֆորմայից են գնահատում եւ կանայք իրար, եւ տղամարդիկ իրար, եւ կինը տղամարդուն եւ տղամարդը կնոջը միշտ գնահատում են ենթագիտակցորեն առաջի հերթին սեռական պատկանելիության տեսանկյունից։ Սա ինչի մասին է խոսում, թե ինչքան կարևոր է ընդհանրապես նյութական աշխարհում կենդանի էակի համար սեռական ծանոթությունը։ Ու տեսեք փիլիսոփայության տեսանկյունից, չէ՞, սա իրականում շատ լուրջ հարց է։ Ինչու՞։ Ինչու է ընդհանրապես կենդանիները, նույնպես մարդիկ հատկապես, որտեղ մարդու մոտ այդ ամեն ինչը այլ կերպ է տեղի ունենում, որտեղ մարդը ինքը բանական կենդանի էակ է, չէ՞։ Բայց մենք տեսնում ենք, որ միևնույն է այդ պլատֆորման, որ ինքը սեռական պլատֆորմայից է շփվում ընդհանրապես բոլորի հետ, չէ՞, այդ պլատֆորման ինքը, այսպես էլի, ինչու է այդքան կարևոր ընդհանրապես։ Հասկանում եք։ Չէ, օրինակ տեսեք, զարգացած առաքինի ազնվորությունների համար, չէ՞, կներեք սեռական օրգանները իրենք նախատեսված են միայն երեխա ունենալու համար։ Հասկանում եք։ Ոնց որ լեզուն ինքը նախատեսված է համ տեսելու, աչքը նախատեսված է տեսնելու, չգիտեմ,
բերանը նախատեսված է ուտելու, ստամոքսը նախատեսված է մարսելու համար, չէ՞։ Այն նույնպես, եթե մենք լուրջ ենք նայում, սեռական օրգանները իրենք նախատեսված են բազմանալու համար։ Ինչու է կենդանի էակը, հատկապես մարդը, չէ՞, այդքան կարևորում եւ ասենք այդքան կարևորում իր երջանկության համար, այդքան կարևորում սեռական կյանքը։ Ինչու այդպես տեղ է ունենում։ Որևիցե մեկը կարող է այդ հարցին պատասխանել, թե ոչ։ Հասկանում եք։ Բայց որ դա այդպես է, դա փաստ է։ Այդ դրա համար էլ արիացիները իրենք նյութական աշխարհը կոչում են սեռական ցանկության կապանքների աշխարհ։ Այդտեղ ով ինչ է փորձում լրացնի, մենք հետագայում կխոսենք, հա։ Հիմա շատ ավելի բան տեքստերում արդեն բավականին լուրջ կխոսենք, այստեղ ուղղակի Տեր Բրահմանին դա քննարկեց, դրա համար մենք հիմա փորձում ենք, որպեսզի մենք հասկանանք, թե ասենք այդ նույն երևույթը գոյավիճակների մեջ ինչպես է տրանսֆորմացիայի ընթանում։ Հիմա, այսինքն առաքինի ազնվորությունները, եթե իրենք բարձր մակարդակ ունեն, իրենք սեռական օրգանները օգտագործում են միայն երեխաներ ունենալու համար։ Բակցի յոգան, որով ես անձամբ զբաղվում եմ, հա, բակցի յոգայի մեջ կա այդպիսի ուրեմն պահանջ։ Պահանջը որն է, որ տեսեք օրինակ, չէ, քրիստոնեության մեջ կամ մուսուլմանության մեջ կա այսպիսի պահանջ, որ ազնվորությունները իրենք ընտանեկան հարաբերությունների մեջ կարող են ազատ սեռական կյանք ունենալ, հա, ինչքան որ ազատ նշանով ազատ ոչ թե որ այլասեռված, որովհետև ընտանեկան հարաբերությունների մեջ կներեք, բայց սեռական կյանքը պետք է հիմնված լինի հարգանքի վրա։ Հատկապես այդ ոտնձգությունները թողներեն ինձ անում են տղամարդիկ եւ ընտանեկան հարաբերությունների մեջ, սեռական հարաբերությունների մեջ ամուսինը պետք է հարգանք ունենա կնոջ մարմնի հանդեպ։ Եթե ինքը անհարգալից է վարվում կնոջ մարմնի հանդեպ, հույսով եմ հասկանում եք ես ինչ երևույթների մասին եմ խոսում, ուրեմն եթե ինքը անհարգալից է վարվում, դա նշանակում է, որ ինքը բարոյական կնոջ հետ վարվում է այնպես, ինչպես կարելի է վարվել միայն անբարոյական կանանց հետ, որոնք իրենք բանեն էլի համաձայն են այդպիսի երևույթներին, չէ՞։ Եվ իրականում մենք տեսնում ենք, հետագայում կտեսնենք, որ հայացիներ իրենք շատ խիստ այդտեղ բավականին խիստ հայտարարություններ կանեն, երբ որ կներկայացնեն դժոխքը, թե այդ տղամարդիկ, որոնք իրենք այդպիսի այլասեռվածությունների մեջ են ներգրավում կնոջը, իրանք ինչպիսի պատիժ են ստանում հետագայում մահից հետո։ Դուք գիտեք, որ ես չեմ սիրում Աստծով վախացնել, բայց ինչ որ կետեր կան, որտեղ հայտարարված է, որ այս բաների համար գոյություն ունեն այս ուրեմն պատիժները 5-րդ երգում մենք այդ ամենը մանրամասն կդիտարկենք ըստ արիացիների։ Հիմա ուրեմն խոսքը գնում է, երբ որ խոսքը գնում է կրքերի գոյավիճակի մասին, չէ, այստեղ արդեն համագործակցություն չկա։ Հասկանում եք, սեռական դաշտում համագործակցություն չկա։ Այստեղ է որ գնում է ամենաթեժ, այսինքն իրականում, չէ, երբ որ մենք խոսում ենք նյութական աշխարհում ապրող կենդանիների այդ մրցակցության, չգիտեմ ինչի թեմաների մասին, չէ, որ իրանք իրար հետ մրցակցում են, ամենաթեժ դաշտերը երկուստ են։ Եկներեք երեքը։ Առաջինը դա իշխանությունն է, երկրորդը հարստությունը, երրորդը սեռական ուրեմն կյանքը։ Ասենք չեմ կարող ասել էլի, որ հերթականությունը կարևորություն ուներ։ Ուղղակի ինչպես պատահեց ասեցի։ Հասկանում եք, որտեղ դժվար է ասել, թե դրանցից որն է կենդանիակի համար ավելի կարևոր։ Սա կախված է կոնկրետ անձնավորության անձնական բանից է կախված, ասենք, մակարդակից, այսպես ասենք, չէ՞։ Եվ հիմա տեսեք ուրեմն սիրելիներս, երբ որ գալիս է կրքի գոյավիճակը, չէ՞, սա նշանակում է անղեկավարելի է ընդհանրապես սեռական ձգտումը։ Հա,
Եվ օրինակ, երբ որ մենք խոսում ենք դեմոկրատիայի աշխարհի մասին, մենք խոսում ենք հենց այդ աշխարհի մասին, որտեղ կրքի գոյավիճակի ազդեցության տակ կենդանիները իրենք շատ ցայտուն արտահայտված սեռական ձգտումներ ունեն, հա, եւ ընդհանրապես ոչ մի տեսակի ուժ չունեն այդ ձգտումը ղեկավարելու։ Ես խոսեցի դրա մասին, որ Բաքցի յոգան ինքը այդ տեսանկյունից բավականին խիստ պահանջներ ունի։ Ուղղակի այստեղ կա մի շատ գրագետ մոտեցում։ Այդ գրագետ մոտեցումը ինքը կայանում է նրանում, որ ամեն մեկից, այսինքն արիացիները, իրենք, որտեղ Բաքցի յոգան դա նույնպես արիացիների մշակույթն է, հա, արիացիները իրենք երբեք եւ ոչ մի կենդանեակից չեն պահանջում այն, ինչ ինքը չի կարող անի։ Բայց կա երկրորդ քայլը։ Իրանք ասում են, այո, այս բանը դու այդտեղ որ մակարդակ չունես, որ կոպիտ ասած չանես։ Եթե դու այդ մակարդակը, բայց գալիս է երկրորդ քայլը։ Եթե դու այդ մակարդակը չունես, ուրեմն դու հասարակության մեջ չես կարող համարվես եսի մոր։ Հա, այսինքն դու պիտի հասկանաս, որ ըստ քո մակարդակի պարտականություններ ես ունենալու կամ դիրք ես ունենալու հասարակության մեջ։ Երբ որ հասարակությունը ինքը կրքի գոյավիճակի հիմքի վրա է, ինքը այդպիսի բան չի դնում։ Ինքը ասում է, եթե կարող ես մրցակցության մեջ հաղթի, ով հաղթեց նա էլ դիրք է ունենալու։ Հասկանում եք։ Իսկ առաքինիները իրանք մրցակցության մեջ չեն մտնում։ Իրանք ասում են, այ փաստացի, սա ինչ որակներ ունի, սա ինչ որակներ ունի։ Եվ ըստ դրա որոշվում է, թե ով ինչ դիրք է զբաղեցնելու։ Ոչ մեկին թույլ չի տալիս իրար հետ մրցակցել։ Հասկանում եք, եւ սա առաքինի հասարակություն հավաքելու շատ կարևոր հիմնակարներից մեկն է։ Հատկապես սեռական կյանքի ուրեմն միջավայրում մթնոլորտում ահա որ կարևոր է։ Չէ՞։ Հիմա ուրեմն կրքոտները իրենք չեն կարողանում ղեկավարել իրենց սեռական օրգանները եւ անհակ ցանկություն ունեն բավարարելու այդ կարիքը, չէ՞։ Ինչ են ասում արիացիները։ Իրենք ասում են այդ սեռական կարիքը ինքը նման է կրակի։ Կրակի մեջ ինչքան փայտ ես լցնում, այդքան կրակն ես ուժեղացնում, չէ՞։ Այսինքն ինչ են ասում իրանք, որ այ ինչքան դու կոպիտ ասած կներեք սեռական կյանքով ես ապրում, չէ՞, այդքան դու մշտական քո մեջ գրկռում ես սեռական կյանքի կարիքը։ Հասկանում եք, եւ հոգեվոր տեսանկյունից, չէ՞, ամենաբարձր զարգացում ունեցող անձնավորությունները իրանք հենց այդպես են, որ իրենք սեռական օրգանը օգտագործում են միայն եւ միայն երեխա ունենալու համար։ Երեխան ունեցան, այլևս ամուսինները իրար հետ կոպիտ ասած դույն անկողնում չեն գնում։ Եվ ոչ թե իրանք սեռական կյանքով չեն զբաղվում, որտեղ զսպում են իրանց, այ միշտ սա հիշեք, արիացիները ընդհանրապես չեն ընդունում ոչ մի տեսակի բռնություն բնության վրա, հա, եթե կենդանեակի բնությունը ինքը այդ պահին սեռական հարաբերություններ պահանջող է, արիացիներն ասում են հանգիստ քո պահանջը բավարարի, բայց չես կարող համարվել առաքինի ազնվորություն։ Երբ որ մենք խոսում ենք նրանց մասին, ովքեր որ, եթե իրանք կներեք էլի մանրամասների համար, օրինակ եթե իրանք ուզում են ընդամենը մի երեխա ունենալ, հետևաբար, իրանք ինչ-որ սեռական կյանքով են զբաղվում մինչև հղիությունը, հենց որ հղիությունը տեղի եղավ, սեռական կյանքը վերջանում է մինչև կյանքի վերջը։ Հասկանում եք, եւ սա շատ կարեւոր է, որ ոչ թե կենդանեակը ինքը այդ ցանկությունը ունի եւ չի բավարարում, որտեղ իրականում դա հիվանդությունների հիմք կարող է հանդիսանալ։ Հասկանում եք, չէ՞, դրա համար է որ իրականում դա ասենք դա ճիշտ է, երբ որ մեր ժամանակներում բժիշկները իրանք միշտ մարդը ինչ հիվանդություն ուզում է ունենալ, առաջի հերթին հետաքրքրվում են ինչպիսին է իր սեռական կյանքը,
Որտեւ այո, եթե ազնվորությունը այդ որակավորումը չունի, այսինքն այդ կարիքը ունի, բայց ստիպված է իրան զսպել, բռնությունը ոչ մի լավ բանի ոչ մի տեղ չի բերում։ Հասկանում եք։ Չի բերում, որովհետև այնտեղ որտեղ որ բռնություն է կատարվել, ուշ թե շուտ հակազդեցություն է լինելու։ Ամեն մի ուժ ունի իր հակազդեցությունը։ Հասկանում եք։ Այսա պիտի հասկացվի, որ ամենակարևոր բանը հոգևոր կյանքում դա այն է, որ ազնվորությունը ինքը ազատվի ընդհանրապես բռնություն կատարելու եւ ինքը իր հանդեպ եւ ուրիշների հանդեպ բռնություն կատարելու սովորությունը։ Բռնությունը ոչ մի լավ բանի երբեք չի բերում։ Բռնությունը ինքը տալիս է ժամանակավոր արդյունք, որովհետեւ դուք ուժ կիրառեցիք եւ ստիպեցիք մարդուն ինչ-որ բան անել։ Հասկանում եք, իսկ հենց որ կոպիտ ասած ձեռքներդ վրայից քաշեցիք, ինքը ապրելու է այնպես, ինչ որ ինքը կա իրականում։ Հասկանում եք, կամ դառնալու եք այդ ազնվորության միջև կյանքի վերջ դրբախտության աղբյուրը, եթե դա հաճելի է, խնդրեմ, բայց իրական հոգևոր մարդը ինքը երբեք այդ սահմանը չի անցնում։ Այսինքն նրանք, ովքեր որ պահում են այդ սկզբունքը, իրանք ռեալ այդպիսի մակարդակ ունեն, որ այդ կարիքը այլևս չեն ունենում։ Ես մի անգամ խոսել եմ սրա մասին, չէ, որ սեռական կարիքի պակասելը, հա, այսինքն անմիջական կապ ունի նրա հետ, թե ինչքան լուրջ է զբաղվում ազնվորությունը հոգևոր կյանքով։ Ինչքան ինքը ավելի գիտակցությամբ խորասուզված է հոգևոր կյանքի մեջ, այդ պրոպորցիոնալն է, հայերեն չգիտեմ ոնց է, էլի, պրոպորցիոնալն է իր մոտ սեռական ցանկությունը, ուրեմն պակասում է։ Մի ընդհանուր միջև բացարձակ, այստեղ շատ կարևոր է, որ իրանք ոչ թե հիվանդ են եւ սեռական ցանկություն չունեն։ Հասկանում եք, ոչ թե իմպոտենտ են կամ, как это называется, կամ ֆրիգիդի են, ոչ։ Իրանք ուղակի առողջ են, բայց իրանց կյանքի էներգիան ծախսում են հոգևորի մեջ։ Սա շատ բարձր մակարդակի մարդկանց մասին է խոսքը։ Սովորական մարդիկ, այո, իրանք ընտանեկան կյանքը հենց դրա համար է նախատեսված, որպեսզի ազնվորությունը ինքը ունենա հասանելի եւ բարոյական սեռական կյանք։ Հասկանում եք։ Հիմա, ուրեմն, երբ որ խոսքը արդեն գնում է տգիտության գոյավիճակի մեջ, սեռական կյանքի մասին, չէ, մենք մի անգամ արդեն խոսել ենք։ Ուրեմն, առաքելության մեջ սեռական կյանքը ինքը սիրո վերջն է։ Ոնց ասեմ, չէ, ոչ թե սիրո վերջն է, սխալ ասեցի։ Ոնց ասեմ, որ հասկանաք ինչ եմ ասում։ Տեսեք, կին տղամարդ իրանք միանում են, չէ, եւ եթե սիրում են իրար, դա բնության մեջ այդ քրիչոկն է նրանց, որ սեռական ձգողականություն ունեն իրար հանդեպ, չէ, հիմա բայց այդ սեռական կյանքն էլ ինքը երեխա է, չէ, բերում, այսինքն երկու հոգու միասնությունը ինքը բերում է պտուղ, որպես նոր կենդանի էակ։ Մենք դες այդ բազմիցս քննարկել ենք, որ արիացիները իրանք հատուկ մշակույթ ունեին երեխա բեռնավորելու եւ ամեն մի ընտանիք, ամեն մի զույգ ինքը ստանում էր այն երեխան, ինչ որ կոպիտ ասած պատվիրում էր ընդհանրապես, պատվիրելու ձևը գիտեին։ Հիմա, տեսեք, եւ առաքինի ազնվորությունների համար, չէ, այդ երեխան ինքը ոնց որ այդ պտուղն էր սիրո։ Եվ թե ինչքանով են ամուսինները իրար մեջ ներդաշնակության մեջ, չէ, իրանք հասկանում էին, որ դրանից է կախված, թե ինչ երեխա է ուրեմն ծնվելու։ Հասկանում եք։ Ինչ երեխա է ծնվելու։ Եվ սիրելիներս ուրեմն սա առաքինության մեջ։ Այստեղ այդ ազնվորությունների համար ավելի կարևոր է, թե ինչ որակներ ունի ազնվորությունը, քան թե իր մարմնական տվյալները։ Առաքինի մարդուն հնարավոր չի գայթակղել միայն արտաքինով։ Ոչ մի առաքինի մարդուն
հնարավոր չի, եթե ինքը ռեալ առաքինի է, առաքինությունը ինքը առաջին հերթին գնահատում է որակը եւ կապվում է որակին, սիրում է որակը, հետո նոր մարմնական ինչ-որ բաները, դա երկրորդական է։ Հիմա կրքերի գոյավիճակի մեջ դա առաջնային է։ Կրքերի գոյավիճակի մեջ ազնվորությունը ինքը առաջի հերթին հրապուրվում է մարմնով։ Եվ եթե մենք մեր ժամանակներում դա շատ տարածված է այդ գոյավիճակը, դրա համար մենք եթե ուշադիր նայենք, կարող եք տեսնել, որ այսպես քանի գնում է, տեսեք, օրինակ մենք սովետական միությունում դաստիարակվածներս, չէ՞, այնտեղ ուշադրությունը շատ էր դրվում մարդու որակի վրա։ Հասկանում եք։ Շատ էր դրվում դրա վրա, թե մարդը ինքը ինչ որակներ ունի, չէ՞։ Եվ մենք այն սերունդից ենք, որը այդպես է մեծացել, եւ մենք երբ որ ինչ-որ սիրահարվում ենք կամ բան, մեկ է, շատ մեծ ուշադրություն ենք դասնում, ինչպիսի մարդ է այդ ազնվորությունը։ Հասկանում եք, հիմա այդ քանի գնում է, եթե դուք մի հատ ուշադիր էսպես նայեք, կտեսնեք, որ մեր ժամանակներում, չէ, բոլորը զբաղված են արտաքինով հրապուրելու գործընթացներով։ Ինչու, որտեղ ներքինից չկան այն որակները, որով կարելի է կամ հնարավոր է հարաբերություն պահել։ Հասկանում եք, դրա համար հենց որ մարմնական բանը կորում արանքից դուրս է գալիս, չէ, հարաբերությունները խզվում են։ Հասկանում եք։ Հիմա տեսեք ուրեմն այդ կրքերի մեջ կենդանիակը ինքը առաջի հերթին հրապուրվում է արտաքինով, բայց միևնույնն է, իր համար շատ կարևոր է ոչ թե որակը, այլ որ էմոցիաները համընկնեն։ Էմոցիոնալ պատասխանն է կարևոր։ Եթե ես տրփանք եմ զգում, ուզում եմ, որ դուք տրփանք զգաք։ Եթե դուք եք տրփանք զգում, ուզում եք, որ ես տրփանք զգամ։ Այսա կրքի գոյավիճակի կարևորագույն բնութագրերից է։ Հիմա երբ որ իջնում ենք արդեն տգիտության գոյավիճակի մեջ, չէ՞, այդտեղ ես մի անգամ ասել եմ, մի քիչ կոպիտ է հնչում, կներեք, բայց դա այդպես է։ Այդ տգիտության գոյավիճակ դա նշանակում է, դա մի ազնվորություն է, որը ինքը միայն կենդանական բնազդների վրա է, որ սեռական ցանկություն ունի։ Այսինքն իր համար թե ով է, մեկ է ով է, որպես մարդ, մեկ է, եւ մեկ է գեղեցիկ է, թե գեղեցիկ չի։ Հակառակ սեռի ներկայացուցիչ է, դա բավական է։ Որպեսզի այդպիսի ազնվորությունը ինքը սեռական ցանկություն ունենա։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այ ամեն գոյավիճակի ազդեցության տակ այս կապանքը, այս ցանկությունը, որ ինքը այդպես պինդ կապում է կենդանիակի նյութական աշխարհի հետ, ինքը տարբեր տեսակի է լինում, բայց կարևորությունը կյանքի այդ ոլորտի նյութական աշխարհում ապրողների համար մնում է շատ կարևոր։ Հիմա իհարկե այդ գրչոկը դրել է գերագույն Աստծո ազնվորությունը։ Ինչու՞։ Որպեսզի տեղի ունենա բազմացումը։ Որովհետև ինքը մեխանիզմը այդպես է սարքված, որ պետք է սերունդ տեղափոխվի որցից դեպի էգ, չգիտեմ, նույնիսկ ծառերն են, նույնիսկ բույսերն են, չէ՞ այդպես։ Որցից դեպի էգ պիտի սերունդ տեղափոխվի։ Եվ դրա համար այդ ցկողականությունը, սերը բան ինքը կապվել է այդ օրգանի հետ։ Հիմա եւ Տեր Բրահման ինքը պարզ տեսնում է, թե կենդանիակները այդ ցանկության ինչ կարգի գերի են։ Հասկանում եք։ Սա առաջի խնդիրն էր եւ երկրորդը ինչ որ Տեր Բրահման ինքը թվարկեց, դա ջղայնությունն է։ Որտեղից է ընդհանրապես առաջանում ջղայնությունը։ Իրականում ջղայնությունը ինքը շատ պարզ մեխանիզմ է։ Ջղայնությունը առաջանում է չիրականացված ցանկություններից։ Հիմա, երբ որ մարդը ինքը ջղայնանում է, չէ՞, եթե դուք ուշադիր նայեք, թե իր ջղայնության թեման որն է, չէ՞, դուք միանգամից կհասկանաք, թե հիմա ինքը իրականում այդ որ ինչ ցանկություն ուներ, որ չի բավարարվել։ Հասկանում եք։ Կամ հակառակը, եթե դուք ազնվորության հետ գործ ունեք եւ
ասենք գիտեք, որ ինքը ինչ-որ մի հատ ցանկություն ունի, երբ որ այդ ցանկությունը դուք չեք կատարում, դուք հաստատ պիտի իմանաք, որ ինքը գնալու է դեպի ջղայնություն։ Այսինքն դուք հիմա ինչ-որ քայլեր արեցիք, որ դիմացինը ջղայնանա։ Չբավարարված ցանկությունը առաջացնում է ջղայնություն։ Հիմա, երբ որ ջղայնությունը արդեն առաջացավ, ջղայնության ազդեցության տակ կենդանիակը ինքը ցանկություն է ունենում կիրառել ուժ, այսինքն բռնություն։ Բայց միշտ չի չէ, որ աստավորությունը ինքը այդպիսի ֆիզիկական հնարավորություն ունի ուժ կիրառելու։ Դրա համար կայսր Յուդգիշտիրան ինքը մի հետաքրքիր բան էր ասում։ Ինքը ասում էր վայ այն թույլին, որ իրան թույլ կտա ջղայնանա ուժեղի վրա։ Հասկանում եք, չէ՞, ուրեմն սա է նյութական աշխարհի կարևոր օրենքներից մեկը։ Եթե մարդը կամ կենդանիակը ինքը ուզում է կենդանի մնալ ուղղակի, չջղայնացնել ավելի ուժեղների։ Հասկանում եք, որտեղ եթե դուք ավելի ուժեղին ջղայնացնում եք, ինքը անցնելու է բռնության, իսկ որովհետև ինքը ավելի ուժեղ է, իհարկե այդ բռնության զոհը դառնալու եք դուք։ Կամ մենք կամ չունի։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, եւ այդ երբ որ արդեն որևիցե մեկը ինքը մտավ ջղայնության դաշտ, չէ՞, ինքն էլ պոտենցիալ բռնություն բերող է։ Նա որ մտնում է սեքսի դաշտ, սեռական կյանքի դաշտ, մտնում են բոլորը, դա ուրեմն մրցակցության դաշտ է, մենք մրցակցություն ենք անմիջապես ստանում, հա, որը կարող է իրականացվել ամենադժվար ձևերով, եւ եթե արդեն կենդանիակները իրանք ջղայնության մեջ մտան, դա բռնության դաշտն է, որտեղ նույնպես կենդանիակները իրար տառապանք են պատճառում։ Հիմա այս ամեն ինչը Բրահման տեսնում է եւ ինքը չի ջղայնանում։ Ինքը կարեկցանք է զգում, ասում է սիրտս ճվալվում է խղճահարությունից։ Կանում եք, սա բավականին բարձր մակարդակ է, չէ՞, ռեակցիայի, որտեղ այդ նույն բաների համար մենք տեսնում ենք, որ ուրիշ այսպես չէ, ուրիշ չէ, ոչ հասուն հոգևոր մարդիկ, անկախ դրանից իրանք որտեղ են գտնվում, այս նույն երևույթները իրենք կթվարկեին ջղայնությամբ եւ մեղադրանքով։ Բայց Տեր Բրահման ինքը ասեց, իմ սիրտը ճմալվում է կարեկցանքից։ Հա? Եվ ասենք թե ինքը ինչ եզրակացության է գալիս այդ կարեկցանքի հետևանքով, մենք արդեն ձեզ հետ կդիտարկենք վաղը։ Ստեսություն ձեզ սիրելիներս, բարի օրը մաղթում